So Vladimir, thank you very much. Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջապես կսկսեն հրադադար հաստատելու եւ պատերազմն ավարտելու ուղղությամբ բանակցությունները։ Վլադիմիր Պուտինի հետ այս տարվա արդեն երկրորդ հեռախոսազրույցից հետո երեկոյան հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, կողմերը կբանակցեն նաեւ հրադադարի պայմանները, քանզի նրանք են ամենալավը տեղյակ բանակցություններին։ Ավելի ուշ Սպիտակ տանն էլ ասել է, թե հավատում է, որ Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել։ Կարծում եմ, որ Պուտինը ցանկանում է դա անել, եթե մտածեի, որ նախագահ Պուտինը չի ուզում ավարտել այս պատերազմը, նույնիսկ չէի խոսի դրա մասին։ Վլադիմիր Պուտինն իր հերթին ասել է, որ Մոսկվան համաձայնել է աշխատել Կիևի հետ խաղաղության համաձայնագրի մասին հուշագրի շուրջ, որը կներառի կարգավորման սկզբունքները, ժամկետները, ներառյալ որոշակի ժամանակով հրադադարը, եթե ձեռք բերվի նման համաձայնություն։ Պուտինը նաև շեշտել է, թե Մոսկվայի դիրքորոշումը պարզ է, գլխավորը հակամարտության առաջացման պատճառները վերացնելն է։ Вопрос, конечно, в том, чтобы Հարցն իհարկե այն է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերը ցուցաբերեն խաղաղության հասնելու առավելագույն ցանկություն եւ գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։ Մեզ համար գլխավորն այս ճգնաժամի հիմնական պատճառները վերացնելն է։ главное для нас устранить первопричины этого кризиса. Ուկրաինայի նախագահն ասել է, որ դեռ ծանոթ չէ խաղաղության համաձայնագրի մանրամասներին, որի մասին խոսել է Պուտինը։ Վլադիմիր Զելենսկին ասել է, եթե Պուտինը չդադարեցնի պատերազմը, չհրաժարվի անիրատեսական պայմաններից, ապա կնշանակի, որ ժամանակ է ձգում եւ պետք է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվեն։ Զելենսկին նաև բացառել է ուկրաինական զորքի դուրսբերումը Ուկրաինայի այն շրջաններից, որոնք Ռուսաստանն իրենն է համարում։ Եթե Ռուսաստանը պայմաններ է առաջ քաշում մեր զորքերը մեր սեփական հողերից դուրս բերելու համար, դա նշանակում է, որ չի ցանկանում հրադադար, չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Քաղաքագետ Իվան Պրիաբրաժենսկին Ազատության նստաշե Եվրեմի հեռուստաալիքին ասել է, որ Պուտինը հստակ նպատակ ունի շարունակել պատերազմը, իսկ այն, որ կրկնում է կոնֆլիկտի առաջացման պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին, վկայում է, որ բանակցություններում առաջընթաց չկա։ Ըստ քաղաքագետի Թրամփն ու Պուտինը կարող էին խոսել շատ թեմաներից եւ ակնհայտորեն քննարկել են նաեւ տնտեսական հարցեր։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա դատելով ամենից, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ինքը կվարի բանակցությունները եւ դրանով ամեն ինչ սահմանափակվում է։ Իսկ Թրամփը միանգամայն ուրախ է հետ քաշվել եւ ձևացնել, թե արել է այն, ինչ կարող էր։ Թրամփը Պուտինի հետ զրույցից հետո երեք խոսել է նաև Զելենսկիի եւ եվրոպացի մի շարք առաջնորդների հետ։ Զրույցից հետո Գերմանիայի կանցլերը սոցցանցում գրել է, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները միասնական են Ուկրաինային աջակցելու հարցում եւ համաձայնել են, որ Եվրոպան պատժամիջոցների միջոցով կմեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա։ Սակայն ըստ Աքսիոսի Թրամփը դեմ է եղել պատժամիջոցներին։ Այս ֆոնին Եվրոպական միությունն այսօր ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը թիրախավորում է նաև ռուսական ստվերային նավատորմը։ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավարն ասել է, որ պատրաստում են հաջորդ փաթեթը, որպեսզի Մոսկվային ստիպեն հրադադար հաստատել, ընդ որում առանց նախապայմանների։ Մենք համաձայնեցինք, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի դրան, ինչպես տեսակ երեք, ապա մենք ավելի մեծ ճնշում կգործադրենք։ Որպեսզի Ռուսաստանին ստիպենք, որ եւս խաղաղություն ցանկանա, պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա։ Մեծ Բրիտանիան իր հերթին այսօր ընդլայնել է իր պատժամիջոցները, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ռազմական, էներգետիկ եւ ֆինանսական ոլորտները, նաեւ 20 ֆիզիկական անձի։